Ծնողների 90%-ը կարծում է, թե երեխային պետք է անդադար ինչ-որ բանով զբաղեցնել, բայց ահա մի պատմություն մեր պրակտիկայից, որը հուշում է, դա միշտ չէ, որ լավ միտք է։ Մամ, հեռախոսը տուր, անդադար պնդում էր տղան։ Սպասիր, խոսում եմ, մի խանգարիր, մայրիկը հուսահատ փորձում էր հանգստացնել նրան։ Բա ես ինչ անեմ, ձանձրանում եմ։ Տղան 7 տարեկան էր, խելացի, ակտիվ, շատ շփվող։ Մայրիկը արդեն մեկնում էր ձեռքը դեպի հեռախոսը, որպեսզի փրկի իրավիճակը, բայց մենք առաջարկեցինք այլընտրանք խաղ, որ կոչվում է ոչինչ չեմ անում։ Պայմանները պարզ էին՝ նստել աթոռի սեղանի մոտ եւ ձանձրանալ։ Մայրիկը զարմացած մեզ էր նայում, իսկ տղան ոգևորվեց ու համաձայնեց։ Սկզբում նա անհանգիստ էր, շարժվում էր, պտտվում տեղում։ Ապա սկսեց ուսումնասիրել շուրջը, քիչ անց նկարում էր եւ կես ժամ անց մի քանի երեխայի հետ միասին ստեղծել էր իսկական ստվերների թատրոն։ Եվ այս ամենը ձանձրույթից։ Ինչու է սա աշխատում, որովհետև երեխայի ուղեղը վերջապես խաղաղվեց անդադար արտաքին ազդակներից։ Քանի դեռ նրան մշտապես զբաղեցնում են, նա չի սովորում լսել սեփական ներքին ձայնը։ Իսկ երբ կա մի քիչ ձանձրանալու ազատություն, ծնվում է հետաքրքրությունը, խաղը, իսկ երբեմն իրական մոտիվացիան։ Ձանձրույթը հմտություն է։ Հմտություն ինքն իր հետ լինելու։ Հմտություն արտաքին խթաններից կախված չլինելու։ Հմտություն, որից ծնվում են խաղը, ստեղծագործությունը եւ նույնիսկ մոտիվացիան։